Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, ես կառաջարկեմ այսօր խոսենք մի երկու բառով նոր հայտարարությունների մասին Սամվել Կարապետյանի եւ իհարկե որոշ եկեղեցականների ռեակցիաների մասին։ Նախ եկեք փաստենք հետեւյալը, որ այսօր երեքշաբթի է եւ մի քանի օր արդեն անցել է ԱԱՑ-ի հրապարակած փաստաթղթից, իհարկե այստեղ բոլորը փորձել են այդ Գեգամ Մանուկյանից սկսած մինչեւ այլ գործիչներ եւ նրանց հարող կայքեր եւ այլն փորձել են արժեզրկել դրա կարեւորությունը, մոռանալով որ դա միջազգային սկանդալի մասին է եւ ռուսական կողմը պետք է որ որևիցե հայտարարություն աներ, չէ՞ որ խոսք մեղադրվում է հենց ինքը։ Բայց արի ուտես, որ Ռուսաստանը արդեն երեքշաբթի է դեռ որևիցե արտահայտություն, որևիցե բացատրություն սրա մասին չի տվել։ Այնպես որ շարունակենք սպասել եւ բոլոր այն թեզերը, որ սա սարկած է եւ այլն, իհարկե ծիծաղելի են։ Ես իհարկե Facebook-յան էջով մանրամասն անդրադարձել եմ, եթե ցանկություն կա, կարող եմ այստեղ էլ մի քանի բառով ներկայացնել։ Նախ Գեգամ Մանուկյանը ցույց էր տալիս երկու տարբեր քարտեր, մեկը ալֆաբետային քարտը, իսկ մյուսը ԱԱՑ-ի փաստաթուղթը, ստացականը ըստ որի գոյություն ունեն փաստաթղթեր։ Իհարկե ԱԱՑ-ն չէր հրապարակելու ալֆաբետային քարտ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չունի լյուստրացիայի մասին օրենք, իսկ ի տարբերություն Լիտվայի, որը որ ներկայացնում էր Գեգամ Մանուկյանը, որը որ 92 թվականին ընդունեց լյուստրացիայի մասին օրենք եւ ազատակ գրվեց խորհրդային բարգերից։ Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության բոլոր երեք ղեկավարները զբաղված են եղել ավելի խորացնել հարաբերությունները Ռուսաստանի եւ այն գաղափարախոսության հետ, որը որ տանում է դարձյալ խորհրդային միության ինչ որ անունով վերականգնում, բնականաբար նման օրենք չեր ընդունի, չնայած որ այդ ուղղությամբ կային արդեն առաջարկներ, ամբողջական փաթեթներ եւ արված էին հսկայական աշխատանքներ։ Եվ քանի որ չկա օրենքը, բնականաբար նման քարտ չի կարող ԱԱՑ-ն հրապարակել, բայց եթե լինեն բողոքներ նույն Կարո մականունով գործակալի կողմից, որը ես խիստ եմ կասկածում, թե երբևէ կլինի, բնականաբար փակ դատական նիստերով այդ հարցերին լուծում կտրվի, այնպես որ եկեք շատ մի վախեցեք, մի նեղվեք, մի մտածեք, ամեն ինչ շատ նորմալ է։ Եվ երբ որ ԱԱՑ-ն շարունակում է այս միտքը ու հայտարարում է, որ նա այժմ էլ շարունակում է աշխատել այլ երկրների հատուկ ծառայությունների հետ, ապա պետք է որ վաղուց Ռուսաստանը դրա մասին խոսացներ առնվազն գոնե դեսպանի շուրթերով։ Եթե ոչ են Զախարովան իր ամեն շաբաթյա բրիֆինգներին, եթե ոչ Լավրովը իր բրիֆինգներին եւ ինչու ոչ հենց Պուտինը, ով որ երբեմն ասում են ինքն է դուրս է գալիս եւ խոսում է։ Ահա սա է իրականությունը, բայց ռուսական կողմին հրահանգված է մոռացնել տալիս խոսակցությունը, որովհետեւ ձեռ չի տալիս։ Տեսեք, ունեն երկու ճանապարհ, կամ հաստատել կամ մերժել։ Երկուսն էլ ձեռ չի տալիս, որովհետև եթե հաստատում են, դա ստացվում է, որ քո գործակալը մեր երկրում գործել է մեր երկրի դեմ, բնականաբար չի կարող գործակալը գործել մեր երկրի օգտին։ Իսկ եթե ասում են չկա այդպիսի բան, ապա իրենք են հանդիպում շատ հայտնվում շատ ծանր իրավիճակում, որովհետև հասկանում են, որ հրապարակված փաստաթղթի ետևում մի ամբողջ տրցակ է դրված եւ սպասում է, որ որևիցե մեկը փորձ անի, անմիջական մեղավորներից որևիցե մեկը փորձ անի մերժելու դա։ Իմիջիայլոց Կտրիշ Ներսիսյանը, որպես իրավահաջորդ եզրասին, որովհետև ընտանիքի անդամ է, կարող է ինքն էլ դատի տալ, բայց կարծես նա նույնպես ինչ FSB-ին հատուկ ձկան լռությամբ նստած է իր սենյակում։ Ոչ մի բան։ Փոխարենը ինքնալյուստրացվում են այն անձնավորությունները, ովքեր հնարավոր է, որ նույնպես հանդիսանում են KGB-ի կամ այսօր արդեն FSB-ի գործակալ։ Կա տարածված կարծիք, թե ես հիմա կընթերցեմ անգամ հայրացողիկի գրառումը, չկա այդպիսի, ասենք,
չգիտեմ, մեկնաբանություն հնարավոր չի պարզապես անել, թե հա դե այն ժամանակ 86-88 թվականներին եղել է խորհրդային միություն, հետեւաբար եթե խորհրդային միության KGB-ի հետ աշխատել, բնականաբար երկրի շահերն է բարձր պահել։ Երկրի շահերի հետ գործ չունի եկեղեցականը, որովհետեւ մեր եկեղեցին ազգային մեր եկեղեցին է, որը վեր է պետությունից, ամենատարբեր ինստիտուտներից, նա ազգային եկեղեցին է, սա մեկ։ Երկրորդ, խորհրդային միությունը երբևէ աչքի չի ընկել եկեղեցասեր կամ առհասարակ թեկուզ բան, հա, մեջիթասեր, առհասարակ որևիցե կրոնական բանով եւ աշխատել է կրոնական կազմակերպությունների դեմ, սա բոլորը գիտեն։ Մի խոսքով, այս թեզը նույնպես պայթում է, փուչի կա, չի դիմանա որևիցե քննադատության, երևի նաև դա է պատճառը, որ դրանցից որևիցե մեկը այս թեմայով փորձում է չխոսել։ Բավարարվում են միայն հրապարակումներով, շատ հնարավոր է հանդիպեն 5-րդ ալիքից կամ որևիցե մեկ այլ քոչասերժական ալիքներից, կայքերից որևիցե մեկի հետ, սաթիկ ընտանժիկ նյուզային համակարգից եւ փորձեն ինչ-որ արդարացումներ անել, որոնցով որ ավելի վատ դրության մեջ են դնում իրենց։ Այնուամենայնիվ, իհարկե ես կանդրադառնամ դեռս թեմաներին կամ կարող ենք հենց մի շարունակել, լավ, եկեք այսպես ասեմ, էլի։ Եկեք ընթերցեմ ձեզ համար, չնայած որ Facebook-ով մի երկու օր առաջ սրա մասին խոսել եմ, բայց ընթերցեմ ձեզ համար հայր ասողիկ կոչվածի հրապարակումն ու արդարացումը եւ խնդրում եմ ամուր բռնվեք, որովհետեւ այստեղ կարող են այնպիսի մտքեր լինել, որ չգիտեմ, դիմանալու են թե դիմանալու չեն։ Ես մի կերպ եմ դիմացել։ Ուրեմն այսպես։ Հայոց պատմության նորագույն շրջանից անգետ անձինք, արդեն վատ բնութագրով սկսում, հայրասողիկը, միանգամից հակադարձեմ, անգետը ինքդ ես, տգետը։ Խորհրդային Հայաստանի պետական կարգից ու դրվածքից անտեղյակ մարդիկ, ապա, տեսնենք էլ ինչքանով եք տեղյակ, խորհրդային իրականության պետություն եկեղեցի փոխհարաբերություններից բացարձակ գաղափար չունեցողներ, ովքեր այսօր դարձել են պետական պաշտոնյա, արկածախնդրորեն, իբր շշմեցնող տպավորություն գործող մի փաստաթուղթ են շրջանառում հայոց եկեղեցու սպասավորներից մեկը KGB գործակալ է։ Իբր ծաղրում է իր արևին։ Լավ, շարունակենք։ Դե գիտությունը, նախ ես հայրասողիկին կխնդրեմ մի փոքր առհասարակ ձեր հրապարակումներում ու ձևակերպումներում փորձեք զուսպ լինել։ Ի տարբերություն մեզ դուք եկեղեցական եք համարվում եւ Աստծուն մոտ կանգնած։ Իբր հասկանում եք, որ ձեր լեքսիկոնը պետք է շատ տարբերվի գոնե իմ լեքսիկոնից։ Բայց ինչ ձևակերպումներ են։ Դու ով ես։ Ով ես դու։ Մատ ինքդ կարող ես նկարագրել դու ով ես, հետո քո նկարագրածը համեմատենք գրառմանդ հետ։ Տեսնենք այս ձևակերպումներիդ հետ, տեսնենք ոնց է համընկնում է, չի համընկնում։ Դե գիտությունը եւ պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենա, հարգելի պաշտոնյաներ, բավ է, խելքի աշեցեք։ Օ, պաստորին ջիվանից էլ է տեղյակ էս մարդը։ Գնացեք եւ զրուցեցեք ցանկացած պարզ արխիվագետ պատմաբանի հետ, ասենք օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք, որպեսզի ձեզ համար պարզ լինի, թե խորհրդային իրականությունում ինչ է ասել լինել KGB-ի գործակալ։ Լավ, մինչև շարունակել ասեմ հետեւյալը, նախ ասողիկին տեղեկացնեմ, որ իր շեֆի Կտրիշ Ներսիսյանի քաղաքական գործընկերներ Քոչարյանի, Լևոնի, Սերժի ժամանակ այդ արխիվների մեծ մասը ոչնչացվել կամ պաժար են ընկել։ Հասկանում եք, որովհետեւ մեկը պատասխանատվության չի ենթարկվել իմիջայլոց։ Ես ձեր ծպտունն էլ այն ժամանակ դուրս չէր գալիս, հարմարավետ տեղավորված, դասավորված ագենտներով իրար հետ աշխատում եք։ Միայն այն, որ այդ պետական մարմինն իրականացրել է հայոց հայրենիքի անվտանգությունը եւ հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգեվոր պահպանությունն ու պաշտպանությունը բավարար է տեսնելու ձեր մտադրության ու արարքի սնանկությունը։
Ուրեմն, ըստ ասողիկի, KGB-ն իրականացրել է հայոց հայրենիքի անվտանգությունը։ Հերթով գանք ստորակետներով, հա։ Հուշեմ, որ Հայաստանի առաջին հանրապետությունը կործանողը բոլշևիկյան ուժերն են, խորհրդային ուժերն են, որոնք օկուպացրեցին Հայաստանի հանրապետությունը, վերջ դնելով նոր ստեղծված ծնված հայկական պետականությանը եւ նրան ներառելով միութենականության շրջանակներում։ Հետո այդ նույն ուժերը Հայաստանի հանրապետությունից կտրեցին Նախիջևանը, կտրեցին Արցախը եւ նվիրեցին Ադրբեջանին։ Հետո այդ նույն ուժերը մեկ այլ պայմանագրով կտրեցին Սուրմալուն, կտրեցին Արարատը եւ տվեցին թուրքերին։ Կարող ենք իմանալ ինչի մասին ես դու խոսում։ Իմիջայլոց այն որ անընդհատ վնգստում եք թե 3000-ից ավել մշակութային կոթողներ, եկեղեցիներ, բաներ նվիրեցին թուրքերին այս իշխանությունները, այդ բոլոր մշակութային պատմամշակութային կոթողները միջև 1920 թիվն էին կառուցվել։ Եվ այդ ժամանակ Ռուսաստանը միութենական պետությունը իր KGB-ով հանդերձ, որը ի սկզբանե խուլիգաններից էր ձևավորված, եւ պակաս խուլիգան չէր նաեւ Ստալինը, ով մարդկանց սպանելով բանկի փողեր էր թալանում, արյունով, այս ամեն ինչը գրավեցին, եղածնել հանձնեցին թուրքերին ու ադրբեջանցիներին։ Այդ որտեղ ես են մյուսները կարդացել խնդրեմ, որպեսզի արխիվներում կոդը տած գնանք գտնենք կարդանք, մենք էլ ծանոթանանք։ Եվ հայ ժողովրդի պետական, որ պետության պետական, ապո, որ պետության պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը, որ պետության խորհրդային, հուշեմ, փորձվեր մեկը, լիներ այլախոհ, փորձվեր մեկը խոսեր ազգայինից, անգամ, այո, հենց եկեղեցին, որը ազգային կառույց էր, ներդրեցին, սպանեցին սրբազան հայրերի ու կաթողիկոսների եւ ներդրեցին իրենց ագենտուրան, որպեսզի կառավարեն, որպեսզի ազգայինի գաղափարախոսությունը կառավարելի լինի Մոսկվայից, Մոսկվայի շահերի համար, անգամ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Դու ինչ չես եկել խոսում։ Ինչ պետական։ Հայոց պետական, Հայաստանի պետական, ինչ ես խոսում։ Նժդեհի նման մարդուն աքսորեցին, սպանին, այ պետական, այսինքն ըստ ասողիկի, դեր հարապետականներն էլ անունը դրել են իբր բանա, պատրաստ են ցանկացած բանի։ Հարապետական կուսակցության հիմքում դրված է Նժդեհի գաղափարախոսությունը իբր։ Դե հասկանալի է, չէ՞ որ չեկիստները, KGB-շնիկները առհասարակ փորձում են վարկաբեկել ցանկացած թանկ ու կարևոր բան։ Ցանկացած, ասենք օրինակ կարող են Հայաստան անունով դաշինք կազմել ու ներգրավել ազգային ժողովի բաներում, աշխատանքներում։ Կարող են Նժդեհին դնել հիմքում, բայց լինել KGB-շնիկ, որպեսզի լինի տպավորություն, թե իբր Նժդեհը ընդամենը այդքանն է։ Հանրապետական կուսակցությունը, այո։ Նժդեհականության, պետականության մասին, որ հենա տեսնում ենք հանրապետական կուսակցության ղեկավարը, ասում է ես եղել եմ ԱԱՑ տնօրեն եւ տեղյակ չեմ եղել կամ նախագահ, բայց տեղյակ չեմ եղել ով ագենտ, ով չէ, այդպես բաց բրախած է էլի եղել։ Ահա նրա պետականության մասին հոգ տանելու չափանիշները։ Մենակ խոսելուց են լավ։ Մենակ խոսելուց։ Այսինքն հայր ասողիկը ասում է, որ ինքը նժդեհական գաղափարախոսությանը դեմ է, չէ՞։
Դու համարում ես, որ KGB-ն է ավելի լավ բան արել, այդ նույն KGB-ն Նժդեի գլուխը կերել է։ Հիմա դու համարում ես, որ ճիշտ է արել, որովհետև գլուխը կերել է ձեր նման գործակալների միջոցով, որովհետև նա ազգային գաղափարախոսություն էր ներկայացնում իր բանով, ինստիտուցիոնալ ձևով ընդ որում։ Հիմա հանրապետականները այս ամեն ինչի մեջ ասում են մենք պատրաստ ենք ասողիկի շեֆը ինչ ասի, նրա հետ ուսուսի տված ինչ որ պայքարների մեջ մտնենք։ Նժդեի դեմ Նժդեը հանդիսանում է ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքը։ Դուք նայեք դեգրադացիայի մակարդակը։ Ում համար է այս ամենը չես հասկանում։ Դեգրադացիա է սա կոչվում, մի բառով։ Հասարակական, գաղափարական ու որ գաղափարն է տարածվել, մենք կարող ենք իմանալ KGB-ի օրոք, երբ որ կար սովետական միություն, գաղափարախոսությունը ո՞րն էր։ Ես կարող եմ այդ գաղափարախոսություններից մի քանի լոզունգներ թվարկել, այնտեղ ոչ դուք տեսնելու եք եկեղեցի, հավատք, ոչ ազգային, ոչ բան, պետական։ Իսկ այն գործարանների պետական լինել, այդ ամեն ինչի մասին էր, որ ժողովուրդը ճորտի նման պիտի աշխատեր ու աշխատեր վերջ։ Եվ միևնույնն է տնտեսությունը տեսանք, ոնց փլուզեց ամբողջ խորհրդային միությունը, սա տեսել ենք։ Եվ հոգևոր, երևի բանա, հոգևոր արժեքները շատ բարձր էր պահում, դրա համար էին ստիպված Սասնա-Ծռեր տանկային դիվիզիա հավաքագրումներ անել, տանկային դիվիզիա ստեղծել ուղարկել ռազմաճակատ, որ Ստալինը իրենց լավ աչքով նայի։ Դուք սրանց խելքին հաշեցեք։ Բավարար է տեսնելու ձեր մտադրության ու արարքի սնանկությունը։ Դեռ ինքն է մեզ էլ տգետ ու մտավոր սնանք համարում։ Բավ է մի մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին, մինչ մի բան ասելն ու հրապարակելը պետք է մտածել։ Մենք մտածել ու ասել ու հրապարակում ենք հանգիստ եղիր եւ այո, Հայաստանի 4-րդ հանրապետությունը լինելու է։ Ու լինելու է այս նման մտածելակերպի վերջը։ Ես հասկանում եմ, որ դուք մի 20 տարուց ավել ահռելի աշխատանք եք արել ժողովրդի ուղեղը բթացնելու ուղղությամբ եւ հիմա խառնված եք իրար, որովհետեւ զարթոնք կա որոշակի տիրում եւ որոշ թեմաներ իրեն ճիշտ ձևակերպում են ստանում, վերանայվում են եւ նորովի մոտեցումներ ենք տեսնում, նորովի պատկերացումներ։ Ու սա ձեզ խիստ անհանգստացնում է, որովհետև ներքին բուրգը, այն deep state կոչվածը, ներքին բուրգը նույնպես քանդվում է արդեն։ Ձեր վախերը այդտեղ են։ Խորքային պետության բուրգը նույնպես կարծես թե քանդվում է։ Հազիվ էինք մարդկանց համոզել, որ ռուսը լավն է ու մենք պիտի Ռուսաստան դառնանք։ Այս ինչ եք անում ժողովուրդ, հələ մի հատ բան արեք, հա։ Այս բացականչությունն եմ լսում հայր ասողիկ քո գրառման մեջ։ Աղեկատուր այս բացականչությունը։ Մենք չենք կարող պետականություն ունենալ, մենք պարտադիր պետք է լինենք որևիցե միութենականության մեջ եւ լավ կլինի որ դա լինի Ռուսաստանը։ Մենք սա ենք տեսնում։ Իսկ 37 թվին երբ որ Սիբիր էին աքսորում, երբ որ Չարենցին էին սպանում ու այնպես էին սպանում, որ ստիպված պիտի հացի ավտոյով տանեին թաղելու։ Իսկ երբ Աբովյան Խաչատուրին էին սպանում, Իմիջայլոց, գոնե դրանից տեղյակ եք, թե ըստ լեգենդի ավելի հաճելի է գնաց դեպի Արարատ լեռը եւ չվերադարձավ։ Լուրջ։ Իսկ ինչ եթե ինքը առհասարակ այդ ուղղությամբ չի գնացել, մեկ այլ ուղղությամբ են տարել։ Ու այդ ուղղությունից ընդհանրապես ընդունված է, որ որևիցե մեկը չի էլ վերադառնում։ Ուրիշ վաղ ժամանակ թողնեն ասեք 37 թիվն այս ինչ են անում, ինչի եք շեշտում, որովհետև KGB-ն հալածում էր, չէ՞ մտավորականներին։ Այդ KGB-ի ներկայացուցիչ եք եղել։ Ասեմ ավելին, նույն Օսմանյան կայսրությունում ապրիլի 24-ին, երբ որ մենք հիշատակի օր է ցեղասպանության զոհերին, ապրիլի 24-ը նույնպես Օսմանյան կայսրությունում մտավորականներին սպանելու գիշերն է 23+24-ի գիշերը։ Ջահերով բարձրանում եք այնտեղ, ինքներդ էլ չգիտեք թե ուր։ Որովհետև մտավորականության վերացումը ակնկալում է նման բանի ծառայությունների ակտիվացումը ձեր նման հայ կոչեցյալների միջոցով բնականաբար։ 90-ականներին, եթե ազգային գաղափարախոսությունը առաջ չմղվեր, շատ մարդիկ ստիպված չլինեին բերտ նստել դուրս գալ, որոշները վերբով կա եղան,
Ոնց ես կարծում, մենք անկախություն ձեռք կբերենք, թե ոչ։ Հայրասողիկ կոչեցյալ։ Դու առհասարակ ինչ, դու տեսնում ես, որ ինքներդ ներկայացնում եք Հայաստանի Հանրապետության համար սպառնալիք։ Դուք դեմ եք պետականությանը։ Այս եք դուք։ Եվ սա զուտ բնորոշում չի, սա ձեր անալիզն է։ Անալիզի պատասխանը։ Դուք հակապետական տարրեր եք, հակահայկական եւ հակապետական տարրեր եք, հակազգային տարրեր եք։ Ու պիտի մաքրվեք այդ ամեն ինչի, եկեղեցուներից միջից։ Պիտի մաքրվեք։ Ես դեռ նամակը բովանդակության կեսն եմ հասել, արդեն առաջին հատվածը ավարտվեց մեր եթերաժամանակի, կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք ցելի հեռուստադիտողներ եւ շարունակենք։ Հայ հոգևորական ըստ հայրասողիկի եւ կարելի ասել առհասարակ ըստ այսօրվա մայրաթորի պաշտոնական դիրքորոշման ըստ Կտրիշ Ներսիսյանի նաեւ, որովհետեւ հայրասողիկը ինքնուրույն զուգարանսկի չի գնա։ Հայ հոգևորականը միշտ բոլոր ժամանակներում ապրել ու գործել է նաեւ հանուն հայրենիքի, երկրի եւ ազգի, իսկ Սուրբ եկեղեցու փոխհարաբերությունները հայրենիքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների հետ միշտ էլ եղել են բնական անհրաժեշտություն եւ կարեւոր, քանզի դրանք ծառայել են բացառապես պետական, ազգային եւ հոգեվոր եկեղեցական գերագույն շահերին։ Ահա, բայց երբ որ ես սրա մասին խոսում եի, ինձ ինչ ասես անվանում եք։ Հիմա գանք երթով։ Դուք համարում եք խորհրդային միությունը ձեր հայրենիքը եւ այնտեղ երբ որ դուք գործել եք հանուն պետական շահերի, հանուն հոգեվորի, հանուն ազգայինի, հանուն եկեղեցակարգի, ես ճիշտ եմ հասկանում։ Խորհրդային միությունը դա կայսրություն էր, բոլորս ենք չհասկանում, որ ռուսական կայսրության հերթական անվանումն էր։ Խորհրդային միությունը։ Դրանից առաջ եղել է օրինակ Օսմանյան կայսրությունը։ Որտեղ որ դուք այո, ձեզանից շատերը աշխատել եք սուլթանների հետ, բոլոր սուլթանների հետ, անունը դրել եք, մենք հանուն ժողովրդի և հանուն եկեղեցու հանուն ազգայինի ենք բանանում, դուք պայմանավորված, այո, սուլթանները ձեզ ներդրել են, որպեսի խռովություններ չլինեն, որպեսի արթնացումներ չլինեն, որպեսի պետականության պահանջ, անկախ պետական միավորի պահանջ չլինի։ Եվ ես սրա մասին վաղուց եմ ասել, մինչև այս ամեն ինչը, և դուք լսել եք դա։ Եվ այո, երբ որ մենք չենք ունեցել պետություն, կայսրությունները ձեր միջոցով կառավարել են մեր ժողովրդին։ Այլապես չէր կարող ազատատենչ մի ժողովուրդ 5-600 տարի պետականություն չցանկանար ունենալ, հարմարեցրել եք դուք, որովհետև ձեր հայրենիքը համարել եք Օսմանյան կայսրությունը եւ դուք աշխատելով սուլթանների հետ կարծել եք, որ դուք աշխատում եք հանուն հայրենիքի։ Ասեմ ավելին, նույնը Պարսկաստանի պարագայում, երբ որ եղել ենք Պարսկաստանի տիրապետության տակ, դուք աշխատել եք շահերի հետ։ Այո։ Հանուն ժողովրդի գաղափար անունը դրել եք, թե դուք փրկում եք, ինչն եք փրկում։ Այդ որ մի կայսրին կամ շահինա անհրաժեշտ, որպեսզի տարածքների մեջ ապրող ժողովուրդ չլինի, հարկատու չլինի։ Որ մեկին է պետք։ Ոչ մեկին։ Սա հնուց եկած օրենքը։ Եվ ասեմ ավելին, նույն Թուրքմենչայի պայմանագրով, երբ որ մեր տարածաշրջանը անցավ ռուսական կայսրությանը, Ռուսաստանը Թուրքմենչայի պայմանագրով պահանջներից մեկն էր, որ Պարսկաստանում ապրող հայությունը տեղափոխվի Հայաստանի ներկայիս տարածք եւ որոշակի առավելություններ էին տալիս, որպեսզի այդ մարդիկ տեղափոխվեն։ Որովհետեւ տարածքը իրեն առանց բնակչի պետք չէր։ Առանց հարկատուի պետք չի։ Հենա Սահարայի անապատ մարդ չի ապրում, ում է պետք։ Ով է Սահարայի անապատի համար կռիվ տալու։ Պատերազմները առհասարակ այլ բաների մասին են։ Որովհետեւ դուք իբր չեք հասկանում։ Եվ նույնը կարելի է թվարկել շատ նույն Պապ Թագավորի սպանությունը, որովհետև դուք կարծում եք, որ բանա պետք է այլ կայսրության շրջանակներում ապրել, որովհետև պետականությունը ձեզ ձեռնտու չի, որովհետև պետականության պարագայում ժողովրդից չեք կարող դուք քերել մի հատվածը տալ ձեր տերերին, մնացածը գրպանեք, որովհետև պետություն կա արդեն։ Ձեզ խիստ անհրաժեշտ է, որ պետություն չլինի։
որպեսզի դուք լինեք հայ ժողովրդի հայրերը խաբելով քերեք։ Ինչա հասկանալի չեմ բացատրում։ Եթե ինչ-որ հարցեր ա ծագում եւ կարող է ես ուշադիր չեղա, կարող եմ շատ ավելի շատ մանրամասնել։ Դուք ուր, Աստված ուր։ Եվ այո, փառք ու պատիվ բոլոր են ժամանակների բոլոր եկեղեցականներին, ովքեր հանուն պետական միավորի ստեղծման, հանուն անկախության եւ անկախության պահպանման, եւ այո, հանուն նաեւ հավատքի խաչը դրել են մի կողմ, վերցրել են սուրը, կամ մի ձեռքում պահել են խաչը, մյուս ձեռքում սուրը։ Եվ դուք այդ ժամանակ չեք միացել։ Ձեզանից որոշ անձիկ են միացել, եկեղեցականներ, բայց ոչ եկեղեցին, պաշտոնապես։ Շարունակենք։ Ոչ պետական ազգային եւ հոգեվոր եկեղեցական Ժողովուրդ ջան, բոլորը սխալ գիտեք։ Կոմունիստների նման հավատացյալ աշխարհում չի եղել։ Նրանք գիտեք ինչքան են մեզ օգնել հոգեվոր եկեղեցական արժեքների պահպանման հարցում։ KGB-ն դուք գիտեք ինչ, KGB-ն դուք գիտեք որքան է մեզ պաշտպանել մեր հոգեվոր եկեղեցական արժեքները։ Էս ինչեր եք խոսում, ինչու սխալ գիտեք այդ տգետներ, դե բան ասողիկի ասած։ Ու այդ Պողոս Պետրոս եկեղեցիները, որոնք բուլդոզերը սենց դեմ են տվել ու քանդել են, փոխարենը կառուցել են կինոթատրոն Մոսկվա։ Դա արել են շատ մեծ սիրուց ելնելով, որովհետև կինոթատրոն Մոսկվան ձեր հոգևոր արժեքները շատ ավելի բարձր կպայր, քան Պողոս Պետրոս եկեղեցիները։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Ինչքան հավատքի կենտրոն որ քանդել են, որպեսզի մեր հոգևոր եկեղեցական արժեքները բարձր պահվեն։ Իսկ դուք չեք իմացել դրա մասին։ Հասկացաք։ Եվ միայն ձեր սխալ ընթացքի ու գործողությունների հետևանքով է, որ դուք խաթարել եք այդ կենսական հարաբերություններն ազգային եկեղեցու հետ։ Իսկ թե ինչու այլևս պարզ է ու որոշ ամենքի համար։ Ասողիկ Աբեղա Կարապետյան Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն։ Եթե մեր Մայրաթորի արխիվի ու թանգարանի տնօրենի մոտեցումը ստեղծված իրավիճակին սա է, ապա մեր արխիվն ու թանգարանը նույնպես ունեն փրկության կարիք նման մեկնաբաններից եւ նման պատասխանատուներից։ Եվ շատ հանգիստ կարելի է կարծել, որ պակաս մի ագենտն էլ սա չի։ Սա ընդամենը այս մասով, ասողիկի միայն գրարմամբ, բա պատկերացրեք սրանք 5-րդ տարին հավատացյալների որոշ քանակության հետ այս խելքով աշխատում են, այդ պատերազմից հետո, հիմի կարող եք նայել դրանից առաջ, ու դուք կարող եք հասկանալ, թե հասարակության համար ինչ աղետ են ներկայացնում նրանք, այդ է ինչու է պառակտված հասարակությունը, և ովքեր են իրական պառակտիչները, երբ որ հասարակության ներկայացուցչին բերանացի ասում ես լսիր, ագենտա սրբազանդ, երբ որ բառացի ասում ես, որ այս բանն արել կտրիչներ ծիսանեք ամեն բանը, դուք ստում եք, դուք գիտեք, ով ասոտնում, ձեզ ենքան են ստել ուղեղներդ կախելա ուղեղներդ։ Այո, և որոշ ժամանակ առաջ, եթե չեմ սխալվում անցել տարի էր կամ նախ անցել, երբ որ ես ասում եմ, որ անդառնալիության կետը հատվեց արդեն,
Այս սրա մասին էի ասում, որ կա մի հատ կետ, որից հետո ինչ ուզում ես ասա, չեն հասկանալու, չեն ընկալելու, չեն ըմբռնելու։ Ուզում եք հիմա հազարատ բան ցուցադրեք։ Որովհետև մարդկանց ուղեղը արդեն տարել են, գողացել են, հոգեվորսությամբ են զբաղվել։ Օպերայի Բաքում ամեն Աստծո օրով տերորիզմի բացահայտ քարոզ էր, գնում էին եկեղեցի հոգեվորսության բաներ։ Եվ այո, գողացել են մեր հասարակության մի հատվածին, ովքեր որ չհասկանալով փորձում են դեռևս սատարել KGB-ի ագենտին։ Եվ հայր ասողիկը այո հանդիսանում է, այս իմաստով հանդիսանում է Հայաստան պետության անվտանգության դեմ գործող անձ։ Հանդիսանում է հակապետական տարր եւ հակաեկեղեցական տարր, ով փորձում է հավատացյալներին համոզել, թե KGB-ն եկեղեցու համար ուշքը գնացել է։ Եվ ինչ արել է, ճիշտ է արել, փաստորեն։ Ու գիտեք, նմանատիպ քարոզները եզակի չեն։ Աչքովս ընկավ, մի քանի օր առաջ է Էդգար Ղազարյանը արել էս հրապարակումը, ես ուղղակի չի տեղավորվում ուղեղից մեջ։ Սա իմիջիայլոց ներկայանում էր մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։ Իհարկե ես նրան երբևէ լուրջ չեմ վերաբերվել, բայց այնուամենայնիվ հրապարակումներ է մեկում մեջ անում ու անդրադառնում թեմաների, որոնք որ մեզ համար սրբազնացված են ու չի կարելի այդտեղ անգիտակցաբար մատով կպնել։ Պետք է շատ զգուշորեն լինես այդ մասում։ Եվ ես ինքն չեմ կարող չանդրադառնալ։ Ուրեմն ինչ է գրում։ Անպատիժ մնացած արարածները։ Ռուբեն Բաբայան, Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Մաթևոսյան, Կարինե Խուդիկյան, Էդվարդ Միլիտոնյան, Նիկոլայ Ծատուրյան, Արթուր Ութմազյան, Հրանտ Թադևոսյան, այս մարդիկ 20 թվականի 44-օրյա պատերազմի օրերին իշխանությունների դրդմամբ եւ կազմակերպական ջանքերով Զինուժ մեդիայով եւ հանրային հեռուստաընկերությամբ կազմակերպված ձևով միասնական ձևաչափով հանդես են եկել մարտակոչերով։ Տղերք, հայրենիքը ձեր կարիքն ունի, հաղթելու ենք խորագրի ներքո։ Չնայած այն բանին, որ Հայաստանում հայտարարված էր ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաքը, ինչը ենթադրում էր, որ պատերազմական գործողություններին պետք է մասնակցեին միայն զորահավաքի շրջաններում զինվորական ծառայության համար հավաքագրվող եւ զորակոչվող անձինք, այս մարդիկ կոչ են անում այլ քաղաքացիների կամավորական հիմունքներով մեկնել ռազմաճակատ եւ մասնակցել պատերազմին։ Հաշվի առնելով այս մարդկանց հեղինակությունը, ճանաչումը, կարգավիճակը, հավանաբար շատ են եղել մարդիկ, ովքեր ռազմաճակատ են գնացել նրանց կոչով ու զոհվել են այդ պատերազմում։ Սա նշանակում է, որ այս մարդիկ անձնական նաեւ իրավական պատասխանատվություն են կրում այդ մարդկանց մահվան ու նրանց ընտանիքների խեղված ճակատագրերի համար։ Սա խելքին նայեք, դեգրադացվածի։ Այս մարդիկ իրական հանցագործներ են, որովհետև հիմա լսվում են, որ այդ նույն իշխանությունները, ում հորդորով ու պահանջով դրանք հանդես են եկել հրապարակային մարտակոչերով Արցախը համարում են թշնամական տարածք, պետությունը Արցախահայության ցեղասպանությունն ու բռնի տեղահանությունը համարում են այդ խնդրի լուծում եւ այլն։ Ու այսպես մարդիկ ոչ միայն չեն բարձրաձայնում, չեն աղաղակում, չեն պայքարում այդ ամենի դեմ, այլև դարձել են այդ նույն դավաճանական ռեժիմի սպասավորներ, որոշները նրանց դավաճանական թեզերի պրոպագանդիստներ։ Քանի դեռ նրանք այդ կարգավիճակում են, ուրեմն իմ գիտակցության մեջ Ռուբեն Բաբայանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Կարինե Խոդիկյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Արթուր Ութմազյանը, Հրանտ Թադևոսյանը, անկախ իրենց ստեղծագործական վաստակից ու հաջողություններից, անկախ իրենց ունեցած ձեռբերումներից, կարգավիճակից հայ ժողովրդի թշնամիներն են։ Նրանք հայ ժողովրդի սպանդի եւ պարտության անմիջական մասնակիցներն են, նրանք դավաճաններ են։ Ու այդ դավաճաններից մեկն էլ, ում դեմքը խեղկատակի կերպով արձանացվել է
Երևանի փողոցներից մեկում որպես հիմնական արձակնի երրորդական էլեմենտ դեռևս հանդգնում է ճիպոտի հարվածներով պատժել մեր ժողովրդի արդար դատը պաշտպանող եւ այս անարդարությունների դեմ իր ազնիվ պայքարը մղող ու այդ պայքարի համար այդ նույն իշխանությունների կողմից հանիրավի զրկանքների ու հալածանքների ենթարկվող Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու նվիրական arczepiskopos-ին։ Կարծում եմ կգա մի օր, երբ այդ առաջարկի հեղինակը կամավոր հիմունքներով կծառայի որպես խրտվիլակ կամ տիկնիկ իր առաջարկի կենսագործման վարժանքներ կազմակերպելու համար։ Ուրեմն այս ստախոսին ասեմ, որ նախ Բաբայանը չի ասել, առաջարկ չի արել նմանատիպ։ Նա օրինակ է բերել, սա մեկ։ Երկրորդ, ինչ վերաբերվում է առհասարակ, երբ որ դուք այս մարտակոչը քննադատում կամ ծաղրում եք կամ քննարկում եք, դուք դրանով ցույց եք տալիս, որ 44-օրյա պատերազմի հետ առհասարակ կապ չեք ունեցել, որևիցե մեկը։ Ու ձեզ տղա համարելու իրավունք էլ չունեք։ Դուք անգամ սահմանադրությունը տալու իրավունք չունեք, որովհետև սահմանադրության սահմանված օրենքը ձեզ չի հետաքրքրել անգամ։ Ձեր իսկ բաներով, լցոնումներով ընդունված սահմանադրությունով։ Ուրեմն մենք շատ ենք խոսել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայրենիքի նահատակված մեր տղերքի մասին ու երբեք չենք խոսում ապրողների մասին։ Տղերք ջան, շնորհակալություն ձեզ։ Դուք ձեզ հիմա կարող են շատ բաներում փորձել համոզել, թևաթափ անել, հուսահատեցնել, որովհետև դուք գնացել եք հաղթելու համար։ Այո, չի ստացվել։ Ստացվել է այն, ինչ որ ունենք։ Բայց այդ պատերազմը չի եղել, ես միշտ եմ ասել ու շարունակում եմ պնդել, չի եղել Արցախի համար, այդ պատերազմը եղել է Հայաստանի Հանրապետության, նրա անկախության ու ինքնիշխանության համար, եւ փառքով դուք իրականացրել եք ձեր հանձնարարությունները, դուք պաշտպանել եք հայրենիքը, չնայած որ այս սրանման երևույթներ են գործել թիկունքում, եւ այո, հաղթելու ենք կարգախոսը պետք է լիներ, որպեսզի այս արդյունքը ունենանք, սրանք կատաղում, նեղվում, վատանում, ինֆարկտի դուրն են հասնում, որովհետև իրենց նմանների, իրենց շեֆերի վզին կա դրած թավան, որ բացի Ղարաբաղը պետք է Հայաստանի Հանրապետության հարավը նույնպես գրավված լիներ վաղուց, բայց մեր եւ հաղթելու են կարգախոսը նրա մասին էր, որ ունենայինք հնարավորություն արտաքին դիվանագիտական հարցերում որոշակի կոնսենսուսներ ձեռք բերել, եւ այո, դուք ձեր մարմնով, մենք բոլորս, ես էլ ձեզ հետ, փորձել ենք պաշտպանել այդ հնարավորությունները, ստեղծել ենք ժամանակ, ստեղծել ենք իրավիճակ, որ թուրքը վախեցել է ավելի երկար կռվի մեջ մտնի կամ հասկացել է առնվազն, որ դա իր համար նույնպես ծանրագույն հետևանքներ ունենալու, որի տակից շատ դժվար է դուրս գալու եւ գնացել էինք հրադադարի։ Այո, մի փոքր վատ իրավիճակում գնացել էինք այդ հրադադարին, բայց մենք կարողացել էինք ապահովել Հայաստանի Հանրապետության գործունեությունն ու կենսունակությունը։ Եվ սրանք այդ հաղթելու ենքը ծաղրում են, որովհետև իրենք կապ չեն ունեցել այդ պատերազմի հետ, քոչասերժական ուժերը այս ամեն ինչը ծաղրում են, որովհետև չեն հասկանում, թե այդ բառը ինչքան է մեզ օգնել։ Հիմա հասարակ բան եմ ասում։ Եթե Ուկրաինայում, ասում են Սլավա Ուկրաինա, Սլավա այդ լոզունգով կռվում են։ Գիտեն, որ կենաց մահու կռիվ են տալիս, շատ լավ գիտեն, որ դժվար է լինելու Ռուսաստանին հաղթել, մի խոսքով, սա իրենք էլ շատ լավ գիտեն, շատ լավ հասկանում են, եւ շարունակում են զոհվել հանուն հայրենիքի, շարունակում են կռվել հանուն հայրենիքի եւ ապրել հանուն հայրենիքի։ Հիմա ո՞նց է կարծում, պատկերացրեք, որ չլինեն այդ լոզունգները, ինչ էր լինելու, միանգամից ուժով վերցնողը ուժով վերցնելու էր այն ինչ որ ուզում է եւ շարժվելու էր առաջ, ճիշտ է թե չէ։ Եվ ունենալու էր ավելի շատ նկրտումներ, ճիշտ է թե չէ։ Եվ այս հաղթելու ենքը մեզ պահել է այնտեղ, մեզ պահել է, որը այսօրվա դրությամբ ծաղրում են սրա նման անձնավորությունները, ովքեր որ բանից անտեղյակ են, պատերազմի մեծ գյուլի ձեն լսել, թռել պահկվել են, կամ անգամ չեն էլ լսել, ենթադրել են, թե լսելուց ինչպես կվախենան ու չեն էլ այցելել առաջնագից։ Ահա սրանց նմանները, ովքեր որ որոշել են, որ պետքա չասվեր այդ ռազմակոչը կամ պիտի մի հատ ճշտեինք, հաղթելու ենք, թե չէ նոր ասեինք ըստ Էդգար Ղազարյանի։ Ոչ այդ լոզունգով գնացել ենք, այդ լոզունգով էլ շարունակում է այսօրվա մեր պետությունը ամեն աստծորով իր ինքնիշխանությունը հաստատել։ Եվ գիտեք ինչ, ես լսում եմ նաև այս ադրբեջանական բենզինի վառելիքի մասին ամենատարբեր հայտարարություններ, ինքս
մեքենա եմ վարում, ինքս բենզին օգտագործում եմ։ Ինձ համար իհարկե հոգեբանական լրջագում բարիերներ պիտի հաղթահարենք։ Մենք չէ միայն։ Դու գիտեք ինչ Ադրբեջանը չպիտի հաղթահարի։ Դու գիտեք ինչ իսկապես այնտեղ չկան ներդրված ագենտներ, նույն Փաշազադեն, որ կարող էր դա ասել, նույն հրահանգով Մոսկվայի, որպեսի տարածաշրջանում խժդժությունը պահպանել։ Որոշակի ադրբեջանցիներ, ովքեր այսօր TikTok-ով ինչ որ ակտիվ դրսևորումներ են հայտնում, այս ամեն ինչի մասին դեռ կխոսենք, իսկապես կխոսենք ու ներփրկները կըմբռնենք։ Պետությունները միատարր չեն լինում։ Լինում են ամենատարբեր ուժեր, լինում են ամենատարբեր խմբային շահեր, որոնք որ թե ներպետական են լինում, թե արտաքին քաղաքականության դաշտում։ Բայց մի բան հաստատ է, Ռուսաստանի Դաշնությունը եւ թուրք-ադրբեջանական տանդեմը, հատկապես Ադրբեջանը, ցանկություն չունեն գնալու խաղաղության, ամենատարբեր թեզեր կարող են առաջ քաշել, մեր զգացմունքայինությունը փորձելով մեր դեմ օգտագործել ու կիրառել, բայց միևնույնն է, խաղաղությունը լինելու է ու ամեն ինչ շատ լավ է լինելու։ Իհարկե դժվարությամբ ենք անցնելու այդ process-ները, հենց բարոյահոգեբանական տեսանկյունից, այո, բայց մենք պիտի գնանք դրան։ Ու սրա մանրամասները, ավելի մանրամասները կփորձենք զրուցել, հիշել եւ զրուցել վաղը։ Եթերում Ազատ շփումներ կհանդիպենք։